Բարի օր, բարև ձեզ։ Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ ես շատ ուրախ եմ լինել այսօր այստեղ։ Նույնպես ուզում եմ ասել, որ շատ երջանիկ եմ, իսկապես բախտ ունեմ, որ սովորում եմ, գրում եմ, կարդում եմ ու խոսում եմ հայերեն։ Մի խոսքով շատ պարզ, բայց տարբեր մեծ բաներ կան, որոնք ինձ համար շատ կարևոր են, որոնք ինձ օգնում են իմանալ, թե ինչն է կարևորը իրականում, ամբողջ աշխարհում եւ իմ սեփական կյանքում։ Հայերենը մի հին, մի գեղեցիկ ու մեծ լեզու է։ Ճիշտն ասած, ես մեծ բանաստեղծ եմ ուզում դառնալ, եւ երբ ես մտածում եմ ինչ-որ բանի մասին հայերի կամ հայերենի հետ կապված, ես ոգեշնչվում եմ, ազնիվ խոսք։ Եվ բնականաբար սկսում եմ գրել, ստեղծել, ներկայացնելով աշխարհայացքս, ցուցաբերելով աստվածային ներկայությունը մեր աշխարհում, ինչպես ավանդվել է, ինչպես գրված է լավ եւ սուրբ գրքերում։ Դուք կարող եք ինձ հարց տալ, հայ եմ ես թե ոչ, եւ ինչու եմ խոսում հայերեն։ Ճիշտն ասած, ես նույնիսկ ռուս չեմ, չնայած ինձ թվում է ինչպես եւ դուք, ես շատ եմ սիրում Ռուսաստանը եւ իմ հարազատ քաղաքը Մոսկվան։ Ես հրեա եմ եւ ուզում եմ մի քիչ պատմել հրեաների եւ հայերի միջև հարաբերության մասին։ Հատուկ գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, թե ինչքան մտերիմ են հայերը եւ հրեաները։ Շատ տարիներ առաջ, երբ քաղաքակրթությունները հիմնականում զբաղվում էին պատերազմների եւ նման այլ հարցերի որոշումներով, մեր ժողովուրդները արդեն իմաստուն համագործակցում էին, օգնում եւ աջակցում էին իրար։ Այսօր Հայաստանում կարելի է գտնել հին սինագոգ, հրեական գերեզմանոց եբրայից եւ արամեից լեզուներով արձանագրված եւ հրեական համայնքի այլ առավել հզոր հետքեր։ Իսկ Երուսաղեմի սրտում, որն արտացոլում է արևիտ ճառագայթները հավերժական քաղաքի ոսկյա պատերից, հայոց տաղամասն է իր արտակարգ վարպետներով։ Այդպես է պատահել, որ հայերն ու հրեաները ամենտեղ ուտար երկրացիներ են, եւ հարազատ մեծ խողը իրենց համար միշտ էլ եղել է երազանք, որը իրենց փոխանցել են հաջորդ սերունդներին։ Այդպես է ստացվել, որ արվեստը, մշակույթը եւ շատրի համար տարօրինակ ու անհասկանալի խորություն է եւ գեղեցիկ տախից է աչքերի, ցարավ խաչուկի, ուրախության ու բարի ներքին խորը երջանկության հետ միասին հիմնական հատկանիշներն են եւ հայերի եւ հրեաների։ Եվ այդպես է ստացվել, որ երբ Yandex-ում հարց ես գրում, թե ինչու են խլացի եւ հարուստ, Yandex անպայման կգրի շարունակությունը հայերը եւ հրեաները։ Շփվելով հայերի հետ, ինձ թվում է, որ շփվում եմ հրեաների հետ, այսինքն զգում եմ հատուկ կապ, որը սովորաբար զգում ես քո եղբոր հանդեպ, եւ այնպիսի մի բանի հանդեպ, որտեղ կարող ես գտնել հանգստություն, ուրախություն եւ աջակցություն։ Աշխարհում ցանկացած տեղ մենք կարող ենք հանդիպել, լսել հարազատ մեղեդիները կամ քաղցր ձայնը մեր լեզուների, եւ երբ ես դուք եմ լսում կամ հանդիպում եմ ձեզ ինչ-որ միտեղ, կարելի է ասել, որ ես հանդիպել եմ հարազատներիս։ Որպես հրեա, ես շատ լավ գիտեմ, որ ժողովրդի համար երևի չի կարող լինել որևէ բան ավելի կարևոր, քան իր սեփական, գեղեցիկ, հրաշալի խողը։ Իրենը, իր սեփականը, Աստծոց տրված, որի մասին կարելի է պատմել սերունդներին, զգալով մի դող եւ խորը սեր, առավել եւս հայոց աշխարհի կամ Իսրայելի։ Կա նաեւ մի հրաշալի պահ, որը ես կարող եմ կոչել զարթոնք կամ վերադարձ, երբ մարդ վերադառնում է իր արմատներին։ Իդեպ այսպես կոչվում է իմ նոր ստեղծագործությունը, վեպը, որը ես հիմա գրում եմ։ Աշխարհում ցանկացած տեղ մարդը նորից ու նորից է հասկանում, ով է նա իսկապես եւ ինչ պետք է լինի։ Երբ մարդիկ կդատարեն ամաչել իրար ասել այս բուժիչ խոսքերը, շնորհակալություն, ես քեզ սիրում եմ, ներիր ինձ, ներում եմ քեզ։ Երբ մարդիկ կհիշեն ու կգիտակցեն իրենց աստվածային ծագումը, լույսի անցախմանությունը, իրենց հավերժական հոգուսերն ու երջանկությունը, երբ որ մարդիկ կտեսնեն մեր փալատակող միասնական աշխարհը, որտեղ այնինչ կատարվում է մի վայրում, իր արտացոլում է գտնում, ինչ այլ վայրում յուրաքանչյուրի մեջ, ահա այդ ժամանակ կարելի է վստահորեն ասել, որ մենք բոլորս մեր մտածելակերպով եւ արարքով ստեղծել ենք երազանքների աշխարհ, որի մասին երազել ենք մեր ծնողները, որը հպարտությամբ մենք թողնում ենք մեր երեխաներին, աշխարհ, որը 20-րդ դարում հիմար հեքիաթի տպավորություն է թողնելու։ Դար, որտեղ մեր ժողովուրդները իրենց վրա են վերցրել սուրբ պարտականություն իրականացնել կյանքի կարևորագույն նախագիծը։ Այսօր հարգելով անցյալը, ըմբռնելով նրա իմաստը,
եւ հասկանալով իրականությունը վստահ նայել դեպի ապագան մեր առաջնակարգ խնդիրն է եւ հույս ունեմ որ կգա ժամանակ երբ ես ձեզ հանդիպելիս ձեր աչքերում փայլ կտեսնեմ որովհետեւ ձեր արդար պախանջը արդար աշխարհում լուծված կլինի ובערב הזה אני רוצה להגיד בעברית לכם תודה ושאני אוהב אתכם חברים יקרים שלי וזה ברכה גדולה של אלוהים שיש שלום ואושר לעולם Եվ հիմա կուզեի ներկայացնել ձեզ իմ բանաստեղծությունը կոչվում է սրտերը Ինչ է նշանակում այս ուշադրությունը մարդկային կատարյալ սրտերից այդ կյանքի հանդեպ խմայիչ սիրուն լինելով առանց բացարձակ աստղերից Այստեղ բոլորը փնտրում են իրենց երջանկությունը բայց մոռանում են որ այն մեջն է նրանց եւ այս փայծառ իսկական երջանկությունը հոգու համար գալիս է սրտերից մարդկանց Շատ շնորհակալություն հրավիրելու համար եւ շնորհակալություն ուշադրության համար Ամենայն բարիքներ շնորհակալ եմ